Բարի լույս, բարի առավոտ, բոլորիդ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող ձեր օրը լինի ջերմ և խաղաղ, սիրում եմ բոլորիդ։ Այսօր մեր խոհանոցում պատրաստում է հարսս, պատրաստելու է շատ հյութալի, համեղ չիբուրեկիներ, պատրաստելու է բուսայուղով, եռման ջրով, աղով և ալյուրով, ուրիշ ոչ մի բաղադրիչ չի օգտագործելու։ Հիմա առաջի բաժակը եռման ջուրը լցրեց, աղով խառնեց, լցրեց թասի մեջ։ Հիմա լցնում է երկրորդ եռման ջուրը բաժակի մեջ, եռման ջրին ավելացնում է 2 թեյի գդալ բուսայուղ, ամեն բաժակին 1 թեյի գդալ, առաջինին չլցրեց, հիմա երկուսը լցնում է երկրորդ բաժակի մեջ և ավելացնում է 1 թեյի գդալ աղ, լավ խառնում, որ լուծվի, չնայած եռման ջուր է, արագ լուծվում է աղը, տեսնում եք, անգամ պառ է դեռ դուրս գալիս, շատ եռման ջրով է պատրաստում, մատերը հազիվ են դիմանում այդպիսի եռման ջրով։ Հիմա մաղում է քիչ-քիչ ալյուրը, քանի որ եռման ջրով է, քիչ է լցնում ալյուրը, հետո նոր կավելացնի, իսկ հիմա սիրելիներս գդալով կխառնի, շատ տաք է, կիպիտոկ է մի խոսքով, հետո նոր արդեն ձեռքով կխառնի։ Սիրելիներս, միշտ խմորը կպատրաստի, ուզում եմ այդ չիբուրեկիների մասին լեգենդ պատմել ձեզ։ Չինգիզխաներից մեկը պատրաստում է ոչխարի մսով, ոչխարի միսը կտրտում է, դմակը հալում է վահանի մեջ, դարձնում է յուղ, չիբուրեկիներին խմոր է պատրաստում, լցնում մեջը և այդ յուղի մեջ տապակում, այդ ուտեստը կոչվում է հում հացի մեջ միս, անվանում են չիբուրեկի, մենք էլ վերցրել ենք այդ լեգենդից, ամեն մեկս յուրովի իր ձևով է պատրաստում և կոչել ենք չեբուրեկի, այդտեղից է առաջացել, հիմա արդեն պնդացավ, ձեռքով կհարի, կշաղաղի, շուշուտ պատրաստում է, պեռաշկի, չիբուրեկի, այդպիսի բաներ սիրում են, շատով չէ, շատ չափաբաժնով չէ, այնքան որ երեխաները սիրում են ուտեն, հաջորդ օրն էլ երևի պերերիվ տանեն, ոչ շատ։ Հիմա սեղանի վրա է, կովրիկի վրա է շուռ տալի խմորը, որ լավ հունցի, պետք է դառնա էլաստիկ, պինդ, շատ պինդ խմոր պետք է ստացվի, ոնց որ խենկալի պատրաստեք, այդպիսի խմոր պետք է դարձնի։ Աշուն է, դուք ինչով եք զբաղվում, սիրելիներս, արդեն ժամանակն է, որ հողամասը վարենք, անպայման հողը պետք է վարվի, որ ձյունը նստի, դա էլ է պառատանույթ, հողին սնուցում, ճիշտ է, անձրևները գալիս են, հողը մակերեսորեն է թացանում, իսկ տենց շուռ է գալիս, լավ խորը վարում են, հողը արդեն համ ջրվում է, համ պառարտացվում է, պետք է անպայման պատրաստենք, տեսնենք երբ ենք վարելու մենք, տեսնում եք կոկ լավ խմոր պատրաստեց, վարենք, թողնենք գարնանը պատրաստ լինի, վարած հողը աշնանց շատ լավ է, բերրի է լինում ամռան բերքը, այսպես կոկ խմոր, հիմա խմորը կդնի թասի մեջ, ցույց է տալի, թե ոնց խմոր է ստացվել,
ալյուր է ցանում թասի մեջ և խմորը դնի ու սովորական ամենօրյա պակետով կծածկի։ Մինչև խմորը մի քիչ հանգստանա, կպատրաստի խճողակը։ Մեզ մոտ 1 կիլոգրամ տավարի, մաքուր տավարի աղացած միս է։ Տավարի մսին պետք է ավելացնի սոխ, բերել է աղալու բլենդերը, որ սոխը աղա։ 300 գրամ սոխ պետք է աղա, հիմա կտրատում է, որ բլենդերի մեջ լցնի։ Սերմերն էլ արդեն պղպեղի, որ հանել էի, հիշում եք, պետք է նրանք էլ հավաքեմ, տեղավորեմ, ծաղիկների, ցինյաների սերմերը հավաքել եմ, ցույց եմ տվել կարծեմ ձեզ, դա էլ արդեն ժամանակն է, որ հավաքեմ սերմերը, տեղավորեմ գարնան համար, սիրելիներս։ Մի խոսքով դեռ գործեր ունենք անելու, մանր-մունր դրսում մաքրենք, դասավորենք, ձմռանը արդեն ներսի գործերը, չնայած մեր տան մեջ արդեն ոնց որ ամեն իր տեղն ունի, ամեն ինչը դասավորված, որ ապրում էինք 2 սենյականոց կվարձիրայում շատ նեղեր, սիրելիներս, մի բան վերցնում էր, երկրորդն էր խառնվում, մի խոսքով դժվար է փոքր տան մեջ ընտանիքով ապրելը։ Հիմա մի փոքր էլ, մի 50 գրամի չափ, 60 գրամի չափ ջուր է ավելացնում, որ բլենդերը աղա, չոր չի կարա աղա, համ էլ ավելի սոխը ջրալի կդառնա, հյութեղ կլինի։ Իսկ մեր խճողակի համար հյութեղ է պետք, որ սոխը լինի։ Աղաց վերջացրեց։ Հիմա ավելացնում է սոխը մսին։ Ավելացնում է սոխը մսին։ Սոխը մի քիչ շատ է անում, սիրելիներս, ավելի հյութեղ է լինում, եթե սոխը քիչ է, չոր է լինում։ Հիմա ավելացնելու է աղ, աղն էլ դուք ըստ բերանի համի, քիչ ավելացրեք, հետո արդեն համտես կանեք, քիչ լինի, կավելացնեք սև աղացած պղպեղ, չայի գդալի ծայրով և պետք է մի լավ ծփել, որ դառնա հավասար զանգված, ոչ մի կոշտուկ պետք է չլինի, սոխն էլ լավ տարածվի մսի հետ, տեսնում եք այսպես, լավ ընտիր բացվեց, ոնց որ ասեց քյուֆտայի մսի նման պտի կոկ լինի ու բացված, կոշտուկներ, որ մնա լավ չի լինի, կոշտ է լինում։ Հիմա խառնեց, վերջացրեց, խոհանոցում չենք թխելու, սիրելիներս, գնում ենք, արդեն ջերմոց եկանք, ջերմոցում ենք պատրաստում հարմար, ամեն ինչը որդիս դրել է, սեղանը, 2 աշկանի գազի պլիտան, իր բալոնով, արդեն ցույց եմ տվել, պատրաստել եմ ջերմոցում, տեսել եք։ Հիմա բաժանում է խմորը գնդերի, փոքր գնդիկների, ձեռքով էլ անում է։ Գնդեց, վերջացրեց, 2 հատն էլ
ցույց է տալի, թե ինչպես է գնդում։ Հեսա կծածկի նորից ամենօրյա պակետով մեծ օդ։ Հիմա սկսում եք գրտնակել, բացել գնդերը։ Այս գրտնակը, սիրելիներս, 98 թվականից այս կողմ իմ ձեռքում է։ 98 թվականին եկել է Մոսկվա օպերացիա լինելու, մինչ օպերացիան թխվածքի հետ թխում չկար, գունդը բացելուց եզրից մի փոքր թողում է, համարյա մեջտեղի մասում, այդպես կարելի ասել։ Այսպես բերում է իրար վրա ձեռքերով եզրերը, ամրացնում է, հետո պատառաքաղով։ Գրտնակ չկար, ամուսնուս ընկերը պատրաստեց, որ թխվածք թխեի, այդպես էլ մնաց ու մնաց։ Օգտագործում եմ երկար տարիներ արդեն։ Հիմա բուսայուղը արդեն տաքացել է տապակի մեջ, տեսնում եք, գեղեցիկ, սարքեց, շարեց, դնում է բուսայուղի մեջ տապակվելու, 2 հատով է դնելու։ Չդրած արդեն փուչիկներ են տալի, պողոճակները, դա նշանակում է ընտի խմոր է։ Եռման ջրը ինչու է լցնում, որպեսզի խմորը խրխրթան լինի և փուչիկներ լինեն, տեսնում եք։ Իսկ հիմա հանում է, դնում խոհանոցային անձեռնոցիկի վրա, որ ձեթը մնա անձեռնոցիկի վրա։ Այսպես գույնը կարմիր չէ, բայց կարմիր է, սիրելիներս, ընտիր։ Այսպես հերթով թխում է։ Գեղեցիկ շարված, կեսը պատրաստել է արդեն։ Ահա և վերջ, համեղ, ընտիր, հյութալի չեբուրեկիները պատրաստեց հարսս, մեզ բոլորիս բարի ախորժակ, ձեզ բոլորիդ հաճելի դիտում։ Սիրելիներս, այսքանով ավարտում եմ այս համեղ հոլովակը, ձեզ մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք, ցտեսություն։